Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Այսօր մարտի 8-ն է, կանանց միջազգային օր է։ Այսօրը խորհրդանշում է կանանց իրավունքների պաշտպանությունն ու նրանց հասարակական դերի կարևորումը։ Տոնի ակունքները գալիս են 20-րդ դարի սկզբից, 1908 թվականին Նյու Յորքում կանայք փողոց դուրս եկան պահանջելով ավելի լավ աշխատանքային պայմաններ եւ ընտրելու իրավունք։ Իսկ 1910-ին գերմանացի ակտիվիստ Կլարա Ցետկին առաջարկեց մարտի 8-ը դարձնել կանանց համերաշխության օր։ Պաշտոնապես այն սկսեց նշվել 1911-ից, սկզբում Եվրոպայում, Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում եւ Շվեյցարիայում, հետո աստիճանաբար այն տարածում գտավ։ 1921 թվականից այն պաշտոնապես սկսել է նշվել Խորհրդային Միությունում։ 1977 թվականին ՄԱԿ-ը մարտի 8-ը ճանաչեց որպես կանանց իրավունքների եւ միջազգային խաղաղության օր։ Հայաստանում եւս մարտի 8-ն ընդգրկված է տոների եւ հիշատակների մասին օրենքում, ընդ որում որպես ոչ աշխատանքային օր։ Միաժամանակ սակայն Հայաստանում ընդունված է նշել կանանց միամսյակը մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը մայրության եւ գեղեցկության տոնը։ Անհետ կորածին ծառայողների մայրերն իրենց որդիների լուսանկարներով հավաքվել են կառավարության դիմաց։ Ակցիայի մասնակիցները մեկնշել է, որ այս ակցիայով ցանկանում են հիշեցնել, որ իրենք նույնպես մայրեր են, որոնք զրկված են իրենց որդիների ներկայությունից ու նրանց ուշադրությունից։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ մենք բոլորս տառապանքի մեջ ենք տարվա բոլոր օրերին։ Մենք ոչ մարտի 8 ունենք, ոչ ամանոր։ Մեզ մոտ միայն տառապանք է, որ կառավարական շենքերում նստածներն են պատճառել մեզ։ Հարցին, թե արդյոք որևէ կերպ ուշադրության արժանացրել են անհետ կորածների մայրերին, նա պատասխանել է, որ իհարկե ոչ։ Մեզ պետք է չէ, որ իրենք մեզ հիշեն, թող հիշեն, որ կան մայրեր, որ զրկված են իրենց զավակների ջերմությունից, նաև այսօր է։ Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադարձել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի աուդիովերցին, որը նա փոխանցել էր ընտանիքի միջոցով։ Սրբազանի խոսքով այդ ձայնագրությունն ինքնազոհողության ու հաղթանակի մասին էր։ Արդեն իսկ պատկերը հստակ էր։ Բաքվի բանտերում գտնվող մեր սիրելի հայրենակիցների, եղբայրների տառապանքի մասին է խոսքս։ Պատկերը հստակ էր, անընդունելի, որ հայ ռազմաքաղաքական ղեկավարներ կարող են գտնվել թշնամու բանտում, ինչպես ասել ենք, դա բոլորիս բանտարկությունն է, մեր պատվի բանտարկությունն է եւ մի քանի օր առաջ բոլորիս ցնցելը, հուսամ բոլորիս էլ մտածումի առիթ է տվել, վերագնահատելու, հասկանալու առիթ է տվել Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունը, ասել են նա։ Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը Facebook-յան գրառմամբ հայտնել է, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է իրեն հանձնել արցախյան հերոսամարտի ղեկավարներին, իսկ Հայաստանում ոմանք զբաղված են տարանջատում օպերացիայով։ Դեռևս 2021-ի մարտին ասել են, որ նիկոլիզմը չհեռացնելու պարագայում Ադրբեջանը պահանջելու է իրեն հանձնել արցախյան հերոսամարտի ղեկավարներին։ Նիկոլի կառավարման ժամանակ դա շատ իրատեսական է, քանի որ ականատես ենք նրա անգործությանը Բաքվի պատանների հարցով։ Ասել են, որ միակողմանի զիջումները հանգեցնելու են Ադրբեջանի պահանջների մեծացմանը։ Չեմ բացառում, որ Ալիև Փաշինյան զույգն այս հարցում գործում է պասերով, եւ այսօր Ադրբեջանի գլխավոր խոսափող Հաջիևը բացահայտ պահանջում է Հայաստանից իրենց հանձնել արցախյան հերոսամարտի ղեկավարներին։ Գրել է նա։ Շարմազանովը հավելել է, որ խոսքը գնում է նախ եւ առաջ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մասին, չբացառելով, որ Փաշինյանը կկատարի այս պահանջը։ Այսօր մարտի 8-ին տեղական ժամանակով ժամը 09:26-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 09:26-ին ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.6 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կիլոմետր հյուսիս-արևելք, Քոջախի 10 կիլոմետր խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-ից 7 բալ։ Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում 4-ից 6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում 2-ից 4 բալ ուժգնությամբ։ Ավելի ուշ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ժամը 10:20-ի դրությամբ տուժածների եւ վնասների վերաբերյալ ահազանգներ չեն ստացվել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Հայրենական պատերազմի փառավոր էջերում մեր հայրենակիցների անունները ոսկե տառերով են գրված։ Նրանցից 3 տասնյակն այսօր ապրում են մեր կողքին, իրենց հերոսական պատմությունները փոխանցելով սերունդներին։ Օրվա հերոսները հաղթանակի խորհրդանիշներ, լեգենդար կանայք են, սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր։
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ առողջություն եւ ընտանեկան ջերմություն։ Իր Facebook-յան էջում գրել է Ծառուկյանը։ Այսօր Մայրաթոր Սուրբ Էջմիածին է ժամանել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք ամենապատիվ Սահակ arczepiskopos Մաշալյանը։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ այս առիթով Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանները Պոլսի հայոց պատրիարքին թափորով առաջնորդել են Քրիստոսահիմն Մայր տաճար։ Պոլսո հայոց պատրիարքը գոհություն հայտնելով առ Աստված վերստին հայոց հոգևոր կենտրոն այցելելու համար իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Սուրբ Էջմիածնի միաբանությանը։ Ապա վեհարանում տեղի է ունեցել ամենայն հայոց կաթողիկոսի եւ Պոլսո հայոց պատրիարքի առանձնազրույցը։ Առաջիկա օրերին Սահակ պատրիարքը կմասնակցի Մայրաթորում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին։ ԿՊԱ-ական իշխանությունը պետբյուջեից իրեն ճոխ պարգևատրում է, սակայն համայնքապետարաններին արգելել է համայնքների բյուջեից կարիքավորներին դրամական աջակցություն ցուցաբերել։ Այս մասին հայտնել է Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։ Նա նշում է, որ կառավարությունը համայնքապետարաններին հրահանգել է 2024 թվականի դեկտեմբերի 1-ից համայնքների բյուջեից դրամական աջակցություն չցուցաբերել սոցիալապես անապահով, բուժման եւ այլ կարիքներ ունեցող համայնքի բնակիչներին։ Նման օգնություն կարող է իրականացվել միայն համայնքապետարանների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում։ Համայնքի բյուջեն տնօրինում է համայնքի ավականին, կառավարությունն ինչ գործ ունի համայնքի բյուջեն ծախսելու, համայնքի կարիքավոր բնակիչներին ֆինանսապես աջակցելու, չաջակցելու հետ։ Կառավարությունը նաև համայնքապետարաններին հրահանգել է կիսով չափ կրճատել համայնքապետարանների ծառայողական ավտոմեքենաների թիվը։ ԿՊԱ-ական իշխանությունն ինքն իրեն պարգևատրում է միլիարդավոր դրամների պարգևավճարներով, իսկ համայնքապետարաններին արգելել է օգնել սոցիալապես անապահով մարդկանց։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սիրում է բոլորին, խոնարհվում բոլորի առաջ, հայտնել է նա։ Այսօր մարտի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կիլոմետրի հատվածում Ազատանի կամրջից սառցաբեկորը պոկվել եւ ընկել է այդտեղով ընթացող Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Արտավազդ Խ-ի վրա Lexus Magnishia ավտոմեքենայի դիմապակու վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շանշյանը, ավտոմեքենայի ուղևոր Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Շիրին Հ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, դեպքի փաստով Բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։ Շամշյանքոմի փոխանցմամբ 3 ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ուզարտու համալսարանում տղամարդու դիր կա։ Ոստիկաններն ու պարեկները նշված համալսարանի աստիճանների մոտ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Նորիկ Ջիիդին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։